17-ամյա Ջիմ Հովհաննիսյանը գրեթե չի քայլում։ Քայլելու կարողությունը կորցրել է 14 տարեկանում։ Սպինալ մկանային ատրոֆիա ունի։ Հեծանիվ էի քշում, տենց հանգիստ կարողանում էի նստած տեղից ոնց որ հելնել եւ այլն։ Հետո 14 տարեկանում ինչ որ շատ ոնց որ կտրուկ ձևի թուլացա ու արդեն սկսեցի համասայլակ օգտագործել։ Ջիմը մինչև 9-րդ դասարան դպրոց է հաճախել, հետո այլևս հնարավոր չի եղել սայլակով գնալ։ Առօրյան լցնում է նկարչությամբ, ստեղծագործելով։ Մուլտֆիլմի թափոններից պատրաստած երկու հերոսներին է ցույց տալիս։ Մեկ ամսում է հավաքել, գեղանկարչությունից անցում է արել անիմացիայի։ Ավելի շատ դեպի անիմացիա եմ գնում։ Ոնց որ կամաց դառնում եմ անիմատոր։ Ջիմի մոտ ախտորոշվել է սպինալ մկանային ատրոֆիա, հազվադեպ ժառանգական հիվանդություն, որի դեպքում վնասվում են նյարդային բջիջները, թուլանում մարմնի մկանները։ Հիվանդությունն ունի 4 տեսակ, Ջիմի մոտ 3-րդ տիպն է, որը համարվում է միջին ծանրության։ Առաջին տիպը ամենածանրն է, որով ծնված երեխաները Հայաստանում հազվադեպ են հատում նույնիսկ 1 տարեկանի շեմը։ Հիվանդներն ունեն առաջին հերթին նեղ մասնագիտական, շարունակական կոնսուլտացիաների կարիք, այսինքն պարբերաբար պետք է այցելեն հիվանդանոց, օրինակ տարին 1 հաճախականությամբ եւ ունեն բազմաթիվ սարքերի կարիք, շնչական սարքերի, բայփափերի, հազի ռեֆլեքս առաջացնող սարքերի, նեբուլայզերների, անվասայլակների, քայլակների, աթոռակների։ Հայաստանում սպինալ մկանային ատրոֆիայով հաշվառված է 12 մարդ, թե անչափահաս, թե չափահաս։ Բժիշկների խոսքով հիվանդությունը դատավճիռ չէ։ Աշխարհում արդեն հասանելի են գենային թերապիաներ, սակայն բարձր արժեքի պատճառով դրանք Հայաստանում անհասանելի են եւ պետպատվերով չեն տրամադրվում։ Իրականում կյանք փրկող դեղամիջոց է, հատկապես երբ բուժումը սկսվի վաղ մանկական տարիքում։ Այս դեղին կիրառելի է բուժում բառը, որովհետև մենք գիտենք, որ սպինալ մկանային ատրոֆիան չնայած որ գենետիկ հիվանդություն է, բայց այն հազվադեպ հիվանդություններից է, որն արդեն ունի իր գենային թերապիան։ Բժիշկների խոսքով ուշ փուլում բուժում սկսած պացիենտները հիմնականում գանված են անվասալյակին եւ չեն կարող վերականգնել քայլելու կամ նստելու կարողությունը։ Սակայն բուժումը թուլացնում է սիմպտոմները եւ դանդաղեցնում հիվանդության գերարագ ընթացքը։ Ինչպես Ջիմի, այնպես էլ մյուսների պարագայում դեղամիջոցը պետք է ընդունվի ամեն օր եւ նույնիսկ բաց թողնված 1 օրը կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։ 14 տարեկանում տենց կտրուկ թուլացա, մենք հասկացանք, որ պետքա դեղը հայթայթենք, որ գոնե ինչ որ ժամանակով մի քիչ հիվանդության զարգացումը դանդաղացնենք։ Տենց այդ ժամանակ արդեն գիտենք, որ գոյություն ունի դեղորայք, բայց ցավոք սրտի մեր երկրում հասանելի չի։ Մենք նամակ գրեցինք նախարարություն, բայց ոչ մի դրական պատասխան չստացանք։ Ջիմի մայրը դեղը հայթայթելու համար դրամահավաք է կազմակերպել Facebook-ում։ Արձագանքողների եւ երեխաների առողջության հիմնադրամի շնորհիվ անհրաժեշտ գումարը մի քանի ամսվա համար հավաքվել է։ Մի սրվակը հերիքում է մոտավորապես 11 օրվա, մի քիչ ավել, այսինքն մի ամսվա մեջ 3 սրվակ է գնում։ Հայաստանում շատ մարդիկ կան այս հիվանդությունով, շատ դժվար է իրականում թույլ տալ այդ դեղի ոնց որ անընդհատ գնենք այդ դեղը։ Դեղի 1 սրվակի արժեքը 3-ից 8,000 դոլար է։ Ամսական անհրաժեշտ է առնվազն 3 սրվակ։ Այս հիվանդությունն ունեցող մարդկանց համար տարեկան ծախսերը հասնում են 10-ից 20 միլիոն դրամի, ներառելով նաև օժանդակ սարքերը եւ գենետիկ հետազոտությունները։ Վրաստանում այս դեղամիջոցը տրամադրվում է պետպատվերով 3-ից 6 միլիոն դրամի արժեքով 1 պացիենտի համար։ Հայաստանում պետությունը հոգում է միայն որոշ ծախսեր, օրինակ էժանանվասայլակներ եւ տարեկան 1 անգամ հոսպիտալացման ծախս։ Լուսին Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, Երկիրն այսօր։